Թրամփի թիմում ներքին լարվածությունը գնալով խորանում է։ Մասկը հրապարակայնորեն քննադատել է Թրամփի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդականին, նրան անվանելով հիմար։ Եվ այսպես, նա էլ իր հերթին է Մասկին վիրավորել, ասելով, որ նա իրականում մեքենա չի արտադրում, այլ պարզապես հավաքում է արտասահմանից բերված մասերով։ Նավարոն ասել է. «Մենք ուզում ենք, որ անվադողերը պատրաստվեն Ակրոնում, փոխանցման տուփերը Ինդիանապոլսում, շարժիչները Ֆլինթում և ամբողջ մեքենան հավաքվի հենց Ամերիկայում»։ Մասկը սակայն կողմ է ազատ առևտրին և հայտարարել է, որ նախընտրում է զրոյական մաքսատուրքերի համակարգ Եվրոպայի հետ։ Թեև Նավարոն փորձել է մեղմել իրավիճակը, ասելով, թե ամեն ինչ լավ է Մասկի հետ, սակայն քաղաքական դաշտում այս վիճաբանությունը ընկալվել է որպես Թրամփի վարչակարգի ներսում տարաձայնությունների նշան։ Սպիտակ տան մամուլի խոսնակը հարցին արձագանքել է հումորով, ասելով, որ տղաները տղայական վարք են դրսևորում, թող լեզվակռիվը հրապարակավ շարունակեն։ Թողարկման մյուս թեմաները անոնսից հետո։ Միգրացիոն ուղիները գրեթե դատարկվել են Թրամփի վարչակազմի խիստ քաղաքականության հետևանքով։ Սերունդների անհամաձայնություն ԱՄՆ-ում անօրինական միգրանտների արտաքսման հարցում։ Թրամփը չեղարկել է Նյու Յորքին հատկացված $188 միլիոն դրամաշնորհը միգրանտներին ապաստարան տրամադրելու համար։ Արդարադատության նախարարությունը հետաքննություն կսկսի Կալիֆոռնիայի անօթևանների համար հատկացված միջոցների օգտագործման հարցում։ Լարվածություն Թրամփի թիմի ներսում մաքսատուրքերի հարցով վիճել են խորհրդականները։ Թրամփը ստորագրել է նոր հրաման 90% մաքսատուրք Թեմուից և Շեյնից եկող ապրանքների համար։ Թրամփի վարչակազմը ստեղծում է աշխատանքային խումբ զենք կրելու իրավունքի պաշտպանության համար։ Այս և մյուս կարևոր իրադարձությունների մասին էլ ավելի մանրամասն կիմանաք դիտելով թողարկումը մինչև վերջ։ Բարև ձեզ, դուք դիտում եք Glendale Newsroom-ի հերթական թողարկումը, ես Լենա Կարապետյանն եմ ու մեր թիմի հետ ձեզ եմ ներկայացնում Ամերիկայում կատարվող քաղաքական ու հասարակական կարևոր իրադարձությունները։ Կոմենտներում գրեք, որտեղից եք հետևում մեզ։ Մի քանի ամիս առաջ Պանամայի փոքրիկ նավահանգիստը լի էր մարդկանցով, ովքեր ցանկանում էին անցնել անանցանելի ջունգլիներով ու հասնել իրենց ամերիկյան երազանքին։ Հիմա պատկերն այլ է։ 2023 թվականին այս միգրացիոն ուղին սահմանեց ռեկորդ, ավելի քան 500,000 մարդ անցել է այդ դժվարին ճանապարհը, այն հույսով, որ նրանք կկարողանան գտնել ավելի լավ կյանք Միացյալ Նահանգներում։ Թրամփի վարչակազմի խիստ միգրացիոն քաղաքականության հետևանքով այս ճանապարհը գրեթե դատարկ է դարձել և միգրանտների հոսքը նվազել է 98%-ով։ Սահմանը փակ է, միգրանտների ճամբարները գրեթե դատարկվել են։ Այստեղ մնացած միգրանտների թիվը նվազել է, շաբաթական ընդամենը 10 մարդ է մուտք գործում տարածք։ Մարդիկ վերադառնում են իրենց հայրենիք։ Այս բոլոր փոփոխությունների արդյունքում դադարել են Կարմիր խաչի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործողությունները, որոնք նախկինում օգնություն էին տրամադրում միգրանտներին։ Ճամբարներում մնացած միգրանտները առանց որևէ հստակ ապագայի շարունակում են մնալ անհայտ սպասումով։ ԱՄՆ-ում զանգվածային արտաքսումների հետ կապված սերունդների միջև կա լուրջ անհամաձայնություն։ Ավելի տարեցները, ովքեր նույնիսկ միգրանտներ են, կողմ են նրան, որ Թրամփի վարած քաղաքականությունը արդյունավետ է, իսկ երիտասարդները այդքան էլ չեն ողջունում այս քաղաքականությունը։ Հարցման համաձայն 30 տարեկանից փոքր անձանց միայն 20%-ն է կողմ բոլոր անօրինական միգրանտներին արտաքսելուն, մինչդեռ 60 տարեկանից բարձր մարդկանց մոտ, ովքեր հիմնականում միգրանտներ են, ավելի քան կեսը 54%-ը կողմ է նման քայլերին։ Հարցման արդյունքները հակասում են այն ենթադրությանը, որ տարեց միգրանտները պետք է ավելի մեղմ դիրքորոշում ունենան միգրացիայի հարցում։ Փաստորեն երիտասարդները, ովքեր հիմնականում ծնվել են նահանգներում, հակված են ավելի մեղմ քաղաքականության, մինչդեռ տարեց միգրանտները ավելի խիստ դիրքորոշում ունեն։ Թրամփի վարչակազմը որոշել է չեղարկել Նյու Յորքին տրամադրված $188 միլիոն դրամաշնորհը, որոնք նախատեսված էին միգրանտներին ապաստարան տրամադրելու համար։ Վարչակազմը պնդում է, որ միջոցները օգտագործվում էին անօրինական միգրանտներին աջակցելու նպատակով և դրա համար որոշվել է վերադարձնել գումարը։
$80 միլիոն արդեն հանվել է քաղաքի բանկային հաշվից դեռ փետրվարի վերջին։ Քաղաքը պետք է վերադարձնի նաև մնացած $106 միլիոն, որը օգտագործվել էր միգրանտներին բնակեցնելու եւ նրանց խնամքն ապահովելու համար։ Քաղաքապետը նշել է, որ դրամաշնորհները կոնգրեսի հատկացված ծրագրերի մաս են կազմում, որը նախատեսված էր միգրանտներին ապաստարան եւ սոցիալական ծառայություններ տրամադրելու համար։ Նա դատի է տվել դրամաշնորհների վերադարձի համար, հայտարարել է, որ այս քայլերը ապօրինի են եւ նա պատրաստվում է պայքարել, որպեսզի գումարները մնան Նյու Յորքում։ Նոր կառավարության վարած քաղաքականության պատճառով ԱՄՆ վիզաների տրամադրումը դարձել է բավականին բարդ ու դժվար։ Ոմանց համար վիզա ստանալը բախտի պես մի բան է, բայց մեր գործընկերները բազմիցս ապացուցել են, որ ամեն ինչ մանրակրկիտ ուսումնասիրության եւ պատրաստվելու շնորհիվ հնարավոր է վիզա ստանալ ու բախտը այստեղ երկրորդական է։ Smart Assist-ի թիմը արդեն օգնել է հարյուրավոր ուսանողների, բիզնեսմենների եւ պարզապես Հայաստանի քաղաքացիների ԱՄՆ վիզա ստանալու հարցում։ Թիմը օգնում է ճիշտ կողմնորոշվել վիզայի տեսակի ընտրության, ԱՄՆ-ից հրավերների ստացման, ամրագրումների եւ այլ հարցերում, անգամ սովորեցնում է, թե ինչ եւ ինչպես է պետք խոսել դեսպանատանը։ Նշեմ, որ առաջին խորհրդատվությունը անվճար է, միայն պետք է անցնել թողարկման տակ տեղադրված հղումով, լրացնել ձեր տվյալները եւ Smart Assist-ի թիմը կապ կհաստատի ձեզ հետ։ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը որոշել է ձևավորել մի խումբ, որի նպատակն է պարզել, թե ինչպես են օգտագործվել Կալիֆոռնիայում անօթևանների համար հատկացված միջոցները։ Խումբը ներառելու է դաշնային դատախազներ, ովքեր կստուգեն, թե ինչպես են օգտագործվել միջոցները Կալիֆոռնիայի կենտրոնական հատվածի տարբեր շրջաններում։ Կալիֆոռնիան վերջին 5 տարիների ընթացքում ավելի քան $24 միլիարդ է ծախսել անօթևանության դեմ պայքարի համար, բայց մինչև հիմա չկա հստակ հաշվետվություն ծախսերի եւ արդյունքների մասին։ Իսկ անօթևանության խնդիրը շարունակում է մնալ լուրջ խնդիր։ Պաշտոնյաները նշում են, որ եթե տեղական եւ պետական պաշտոնյաները չեն կարողանում ապահովել ֆինանսական վերահսկողություն, ապա դաշնային կառավարությունը կվերահսկի այդ միջոցները։ ԱՄՆ-ի հրդեհներից հետո Լոս Անջելեսի լքված տներում, որտեղ կան լողավազաններ, առաջացել է մեծ խնդիր։ Պատճառն այն է, որ մոծակները ձվադրում են լողավազանների ջրի մակերևույթին, սակայն այնտեղ մարդիկ չկան, ովքեր կկարողանան մաքրել լողավազանները, եւ այդ ձվերը 5-ից 6 օր անց վերածվում են մոծակների։ Այժմ 1300 լողավազան չի օգտագործվում եւ չի մաքրվում։ Եթե մոծակները շարունակեն ձվադրել այս լողավազաններում, դա կարող է առաջացնել լուրջ առողջական խնդիրներ, քանի որ մեկ լողավազանում մեկ ամսում կարող է բազմանալ մինչև 3 միլիոն մոծակ։ Կա եւս 1200 լողավազաններ, որոնք գտնվում են հրդեհի տարածքից դուրս եւ չեն օգտագործվում։ Եթե այսպես շարունակվի, մոծակների խնդիրը կարող է տարածվել նաեւ այլ տարածքներում։ Մոծակները կարող են տարածել տարբեր հիվանդություններ եւ պաշտոնյաները մտահոգված են այս խնդրով, քանի որ դրանք կարող են դառնալ հանրային առողջության համար լուրջ վտանգ։ Մասնագետները կիրառել են հատուկ դեղամիջոցներ, որոնք կարող են կանխարգելել մոծակների բուժումը ժամանակավորապես 3-ից 6 ամիս։ Մինչև օրվա մյուս կարևորագույն նորությունների մասին խոսելը, եկեք տեսնենք, թե ինչ է հրապարակված մեր Facebook-յան էջում։ 10,000 տարի առաջ վերացած գայլերի տեսակը վերածնվել է։ Գենետիկական ինժեներային միջոցով մոխրագույն գայլի գեները փոփոխվել են համապատասխանեցնելով 1000 դար առաջ Ամերիկայում ապրող գայլի ԴՆԹ-ին, ինչի արդյունքում ստեղծվել են նոր տեսակի կենդանիներ մեծ չափսերով եւ սպիտակ մորթիով։ Այս քայլը բացում է նոր հնարավորություններ այլ տեսակների վերածննդի համար, նաեւ օգնում է պահպանել ներկայումս վտանգված կենդանիներին։ ԱՄՆ Գերագույն դատարանը կասեցրել է Կալիֆոռնիայի դաշնային դատարանի որոշումը, որը պահանջում էր վերադարձնել 16000 աշխատողների աշխատանքը։ Դատավորի որոշումը ժամանակավոր է մինչև դատական գործընթացի ավարտը։ Այս ընթացքում պետությունը պարտավոր է վճարել այնպես, կարծես նրանք շարունակում են աշխատել։ Աշխատավարձերը տրամադրվում են ըստ զբաղեցրած պաշտոնների սահմանված չափի, պարբերաբար այնպես, ինչպես կստանային, եթե շարունակեին աշխատել։
Նայք սպորտային կոշիկների դիզայնը կարող է փոխվել, հակառակ դեպքում կբարձրանա գները։ Պատճառը նորից Թրամփի սահմանած մաքսատուրքերն են։ Տնտեսական ճնշումը ստիպում է ընկերություններին վերանայել իրենց ռազմավարությունը, ինչը կազդի մոդելների դիզայնի վրա։ Արտադրողները ստիպված են թեթևացնել դիզայնը, օգտագործելով էժան նյութեր կամ փոփոխելով արտադրական գործընթացը, ինչը կարող է ազդել կոշիկների արտաքին տեսքի, որակի եւ հարմարավետության վրա։ Սիրելի հետևորդներ, եթե ցանկանում եք հետևել օրվա կարևորագույն իրադարձություններին, ապա անցեք թողարկման տակ տեղադրված հղումով ու հավանեք մեր Facebook-յան էջը, ինչպես նաև կարող եք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Չինական հայտնի առցանց խանութները Թեմուն եւ Շեյնը այլևս չեն կարող առանց մաքսատուրքերի ապրանք ուղարկել նահանգներ։ Թրամփը նոր հրամանագիր է ստորագրել, որով Չինաստանից ուղարկվող մինչև $800 արժողությամբ փաթեթների վրա այժմ սահմանվում է 90% մաքսատուրք կամ $75 վճար, կախված թե ըստ ապրանքի այդ պահին որը բարձր կլինի։ Մինչև այժմ այդ ապրանքները համարվում էին այսպես ասած փոքր արժեք ունեցող գնումներ եւ սրա համար չկար մաքսատուրք։ Այդ բացառությունը երկար տարիներ թույլ էր տվել չինական վաճառողներին մրցունակ լինել ամերիկյան շուկայում առանց լրացուցիչ հարկերի։ Այս քայլը նաեւ պատասխանն է Չինաստանի գործողություններին։ Պեկինը ամերիկյան ապրանքների վրա սահմանել է 34% մաքսատուրք, ինչին Թրամփի վարչակազմը արձագանքում է այս կոշտ հակաքայլով։ ԱՄՆ-Չինաստան առևտրային պայքարը նոր լարումներ է ստանում, ազդեցություն ունենալով միլիոնավոր սպառողների եւ փոքր բիզնեսների վրա։ ԱՄՆ գլխավոր դատախազը հայտարարել է, որ նոր աշխատանքային խումբ է ստեղծվում, որի նպատակն է պաշտպանել քաղաքացիների զենք կրելու սահմանադրական իրավունքը։ Գլխավոր դատախազը նշել է, որ երկար ժամանակ զենք կրելու իրավունքը անտեսվել է եւ առաջնային հարց չի համարվել։ Այլևս այդպես չի լինելու։ Արդարադատության նախարարությունը ամբողջ ուժով պաշտպանելու է օրենքը պահպանող քաղաքացիների զենք կրելու իրավունքը, ասել է դատախազը։ Աշխատանքային խումբը կաշխատի եւ դատարաններում եւ պետական մակարդակում զենքի հետ կապված սահմանափակումները վերացնելու նպատակով։ Թրամփը բազմիցս պաշտպանել է զենք կրելու իրավունքը, ընդգծելով, որ զանգվածային հրաձգությունները զենքի խնդիր չեն, այլ ավելի խորքային հարց։ ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի երկու բաժիններից ավելի քան 1000 աշխատակից ազատման դիմում է գրել։ Սա Թրամփի վարչակազմի կողմից իրականացվող ծրագրով է, որի նպատակը դաշնային աշխատակազմը կրճատելն է։ Աշխատակիցներին խնդրել են սպասել մինչև ապրիլի 30-ը հրաժարականները ներկայացնելու համար, նշելով, որ միանգամից դուրս գալը կհանգեցնի գիտելիքների եւ փորձի կորստի, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ դեպարտամենտի աշխատանքի վրա։ Այս աշխատակիցները զբաղվում էին ԱՄՆ գյուղատնտեսական մթերքների մարքեթինգով, ինչպես նաեւ կենդանիների եւ բույսերի առողջության պահպանման հարցերով, ապահովելով այն, որ երկրի գյուղատնտեսական արտադրանքը լինի անվտանգ եւ որակյալ։ Թրամփը ստորագրել է մի հրաման, որպեսզի բավարարի արհեստական բանականության կենտրոնների էներգետիկ պահանջները եւ աջակցի ԱՄՆ-ի ածխի արդյունաբերությանը, թույլատնում է ածխի հանքարդյունաբերության եւ արտահանման սահմանափակումները։ Մեր թիմը ձեզ համար մի վերլուծություն է պատրաստել, որի ընթացքում դուք կիմանաք, թե ինչ տեղի կունենա 25 տարի անց նահանգներում։ Եթե առաջ միջուկային էներգիան համարվում էր վտանգավոր եւ թանկ, ապա հիմա այն տեսնում են որպես կարևոր լուծում արհեստական բանականության եւ տեխնոլոգիաների աճող էներգիայի պահանջները բավարարելու համար։ Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ GPT-ի նման խելացի համակարգերը որոնման համար 5 անգամ ավելի էներգիա են ծախսում։ Եթե աճը այսպես շարունակվի, ապա արհեստական բանականության սերվերները մեկ տարվա ընթացքում կարող են սպառել 85 տերավատ-ժամից ավելի էլեկտրաէներգիա, ինչը գերազանցում է մի շարք փոքր պետությունների տարեկան ընդհանուր սպառմանը։ 2022-ից 23 թվականների ընթացքում տվյալների կենտրոնների տարածքների վարձավճարները աճել են մոտ 16%-ով, ինչը ցույց է տալիս պահանջարկի կտրուկ բարձրացում։ Այս աճող բեռը ստիպում է խոշոր ընկերություններին փնտրել նոր եւ հուսալի էներգիայի աղբյուրներ, որպեսզի կարողանան ապահովել տեխնոլոգիաների աշխատանքը։ Տեխնոլոգիական աշխարհի առաջատարները այն կարծիքին են, որ միայն միջուկային էներգիան կարող է զսպել այս ամենը, եւ այս ընկերությունները նպատակ ունեն կառուցել փոքր չափերի միջուկային ռեակտորներ, որոնք կարող են անմիջապես միանալ տվյալների կենտրոններին առանց սովորական էլեկտրացանցից կախված լինելու։
Ամերիկյան առաջադեմ միջուկային տեխնոլոգիաների ընկերությունը հիմա աշխատում է փոքր ռեակտորների կառուցման վրա, որոնք սպասարկելու են արհեստական բանականության կենտրոնները եւ արհեստական տարածքները։ Ռեակտորը լինելու է շատ փոքր, ընդամենը 1200 քառակուսի մետր։ Այն կարտադրի 15 մեգավատ էլեկտրաէներգիա, ինչը բավարար է մի ամբողջ փոքր քաղաքի կամ մեծ տվյալների կենտրոնի էներգիայի կարիքները ապահովելու համար։ Այս ռեակտորներում ջրի փոխարեն օգտագործվելու են հեղուկ մետաղ, որը ավելի վտանգավոր է համարվում եւ ավելի շատ է աշխատում բարձր ջերմաստիճանային պայմաններում։ Այժմ միջուկային էներգիան կազմում է ԱՄՆ-ում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 19%-ը։ Երկրում այժմ գործում է 93 միջուկային ռեակտոր։ 1990 թվականին եղել է 112 ռեակտորներ։ Մասնագետների կարծիքով մինչև 2050 թվականը ԱՄՆ-ն պետք է ունենա մինչև 800 գիգավատ նոր միջուկային հզորություն իր նպատակներին հասնելու համար։ Արհեստական բանականության զարգացումը ոչ միայն փոխում է տնտեսությունը, այլ նաև ստեղծում է նոր եւ շատ ավելի մեծ էներգետիկ պահանջարկ։ Միջուկային էներգիան կարող է դառնալ այդ փոփոխությունների հիմնական հենարանը, բայց միայն այն դեպքում, եթե տեխնոլոգիական առաջընթացը կապված լինի անվտանգության ապահովման հստակ եւ պատասխանատու մոտեցումներով։ Սիրելի հետևորդներ, շնորհակալ ենք թողարկումը մինչև վերջ դիտելու համար։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, սիրով կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Եթե ցանկանում եք առաջինը տեղյակ լինել ամերիկյան անցուդարձից, ապա բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, ստեղծելով subscribe կոճակը։ Այս ժամի համար այսքանը, կհանդիպենք 2 օրից։ Շնորհակալություն։